Ողջույն սիրելիներ, այսօր մենք շարունակում ենք մեր աստվածաշնչյան սերտողությունը ծննդոցից մինչև հայտնություն և ամեն գրքում տեսնելու Հիսուս Քրիստոսին։ Այսօր մենք շարունակենք Ղևտացիների 25-րդ գլուխը, որը խոսում է Աստծո կողմից սահմանված մեծ հանգստի և ազատության մասին։ Այս գլխում մենք հանդիպում ենք երկու կարևոր հասկացության՝ շաբաթական տարի և հոբելյանական տարի։ Առաջինը շաբաթական տարին է։ Աստված պատվիրեց, որ 6 տարի հողը մշակելուց հետո 7-րդ տարումը հողը պետք է հանգստանա։ Մարդիկ չպետք է ցանեին կամ հնձեին։ Սա վստահության մեծ քայլ էր։ Աստված ուզում էր սովորեցնել իր ժողովրդին, որ ինքն է ապահովողը և մենք պետք է սովորենք հանգստանալ նրա մեջ։ Հիսուսը ասեց Մատթեոս ավետարանի 6-րդ գլխում. «Մի մտահոգվեք ձեր կյանքի համար։ Ձեր երկնավոր Հայրը գիտե, որ այդ ամենը դուք կարիք ունեք»։ Երկրորդը և ամենահրաշալին հոբելյանական տարին է։ Յուրաքանչյուր 50 տարին մեկ հնչում էր փողը և հայտարարվում էր բացարձակ ազատություն։ Բոլոր պարտքերը ներվում էին, բոլոր ստրուկներն ազատ էին արձակվում և ամեն մարդ վերադառնում էր իր ընտանիքն ու իր հողին։ Սա կոչվում էր ազատության տարի։ Սիրելիներ, սա Հիսուս Քրիստոսի կատարյալ պատկերն է։ Երբ Հիսուսը եկավ, նա ասեց, որ ես եկել եմ գերիներին ազատություն քարոզելու և Տիրոջը ընդունելի տարին հռչակելու։ Հիսուսն է մեր իրական հոբելյանը։ Նա ներեց մեր մեղքերի անվճարելի պարտքը։ Փառք իրան, թանկագիններ։ Նա մեզ ազատեց մեղքի ստրկությունից։ Նա մեզ վերադարձրեց մեր հոգևոր ժառանգությունը, լինել Աստծո զավակ։ Աստված ուզում է, որ մենք այսօր ապրենք այդ ազատության մեջ։ Եթե զգում եք, որ ծանրաբեռնված եք պարտքերով, հոգսերով կամ անցյալի կապանքներով, հիշեք, Հիսուսը եկել է ձեզ ազատելու։ Սա շատ կարևոր է, թանկագիններ, որ մենք իմանանք։ Եվ եկեք մեր սովորության համաձայն ավարտենք այսօր աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո բերած մեծ ազատության համար։ Շնորհակալ ենք, որ դու ներեցիր մեր բոլոր պարտքերը և մեզ դարձրիր Աստծո զավակներ։ Խնդրում ենք, օգնիր մեզ վստահել քեզ մեր ամենօրյա կարիքների համար և միշտ ուրախանալ քո ներկայության մեջ։ Ամեն։ Եթե հավատում եք, որ Հիսուսը ձեզ ազատություն է տվել, գրեք մեկնաբանություններում Հիսուսը իմ ազատությունն է։ Աստված օրհնի քեզ և քո ընտանիքը։ Տիրոջ շնորհը ձեր բոլորի հետ լինի։ Աստծո կամքով, թանկագիններ, կհանդիպենք հաջորդ գլխում։ Եղեք օրհնված։